Մեծարգո պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Կոնջորյան, պետք չի ներվայնանալ, այլ բան չէի էլ կարող սպասել հայոյանք տվող կնոջից, այս ամբյոնից այլ ելույթ չէի էլ ես անկեղծ չէի էլ սպասում։ Պարոն Մինոսյան, երեկ այստեղ չէի անդրադարձակ ինձ, երբ ձեր գործընկերոջը որ ազգանունով էի դիմել, ասել էի Քոչարյանի որդի, ասում էիք, որ այդ վատ է, ըստ երևույթի Քոչարյանի տղա, ինձ Գեղարքունիքի մարզում ճանաչում են որպես հարազի նարեկ, հարազի տղա, ու ես դրանից շատ լավ եմ զգում, որ իմ հորով ինձ ճանաչում են, միգուցե ձեր գործընկերը վատ է զգում, բայց երևի դրա պատճառն էլ ունի, բայց ամեն դեպքում պարոն Նահապետյան, ես այստեղ ելույթս ավելի շատ գործնական է, քան քաղաքական, ես ձեզ ավելի ճիշտ ձեզ չէ, դատախազություն գրություն էի, մի գրության մի ամբողջ փաթեթ էի ուղարկել Գավառ համայնքապետի եւ համայնքապետարանի հետ կապված եւ այդ փաթեթի մասով դատախազությունը իր գործառույթը սկսել էր եւ մնացած փաթեթն ուղարկել էր հակակոռուպցիոն կոմիտե, ինձ հետ կապնվեց ձեր քննիչներից մեկը եւ մենք գործընթաց էինք սկսել միասին, հետո մի պահ այդ քննիչ ազատվեց աշխատանքից եւ գործընթացը կանգնեց, այս 4 ամիսա կանգնել այդ գործընթացը։ Հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը, այնտեղ կան արխիվային փաստաթղթեր, ինչ փաստաթղթեր հնարավոր է եղել, ես ճարել ամբողջական փաթեթ եմ սարքել ձեզ տվել։ Տեսեք, հիմնական ինչա կատարվել Գավառում, ուզում եմ հանրությունն ու հասարակությունն էլ իմանա, 2000-ականներին Գավառում սեփականաշնորհվել ու տարվել եւ սեփականաշնորհվել է Գավառի օդանավակայանի տարածքը եւ շենք շինությունը, Գավառի երկրորդ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը, Գավառի 5-րդ դպրոցը, որը պատահաբար այրվեց, հետո սեփականաշնորհվեց, Գավառի Բողբոջ մանկապարտեզը, որը գրեթե հավասարված է հողին, Գավառի ուսուցչի տունը, նախկին սոցապ տարածքը, որը պատկանում, այս ինչ որ թվում են, պատկանում է համայնքապետին եւ նրա մերձավորներին։ Ջրային կոմիտեին պատկանող նախկին շենքը Հացառատ թաղամասում։ ԱՏԿ-ի շենք շինությունները, տարածքը, նախկին ԱՏԿ-ի։ Տրիկոտաժի գործարանը, որը ըստ երևույթի դրա արխիվային փաստաթղթերն էլ կան, որ կոպեկներով է գնվել։ Եվ մի պահ կար դրա վրա քրեական գործ, հիմա չգիտեմ ինչ ա եղել։ Մեր գործարանը Գավառում ինչ կա, պատկանում է տվյալ անձնավորություններին կամ նրանց մերձակա շրջապատին եւ ձեզ այդ փաթեթով ուղարկել եմ։ Գազալցակայանների մի շարք, ռեստորանային համալիր, Գավառի նախկին անասնագոմեր, չգիտեմ ոնց է կոչվում, սովխոզի տարածք, Հացառատ թաղամասում մանկապարտեզի դիմացի հողը, ես այդ մանկապարտեզի մասով էլ կխոսեմ, Գավառ տրան ՍՊ-ի բաժնետոմսերի մի մասը, բնակարաններ, բազմաթիվ բնակարաններ Երևանում եւ Ռուսաստանի Դաշնությունում գազալցակայաններ ըստ իմ տեղեկությունների, գազալցակայաններ եւ գազի զապրավկաներ։ Հիմա չգիտեմ, այս ամեն ինչը ո՞ս կարա մարդը քաղաքապետի աշխատավարձով անի, ես չգիտեմ, ես փաթեթն ուղարկել եմ, խնդրում եմ մի հատ ուսումնասիրություն արեք։ Հիմա ես նաև կասեմ բաներ, որոնց փաթեթները էլի կուղարկեմ։ Երեք ինձ դիմել են Հացառատ թաղամասի բնակիչներ, մեծ թվով բնակիչներ, ու ասում էին, որ Հացառատ թաղամասում կա մանկապարտեզ, թիվ 6 մանկապարտեզը, Գավառի Հացառատ թաղամասի թիվ 6 մանկապարտեզը, որը պետության միջոցներով, կառավարության միջոցներով 28 միլիոն դրամ տրամադրվել եւ վերանորոգվել է։ Դրա դիմացի հողը օտարվել է եւ վաճառվել է ըստ իրենց, եւ այդ մանկապարտեզը այս արդեն 8 տարի է չի գործում։ Խնդրում եմ սրա ուշադրություն դարձնեք։ Գեղարքունիքի մարզում կան բազմաթիվ ապօրինի գույքեր, որոնք պատկանում են գյուղապետերին, քաղաքապետերի, նախկին պաշտոնյաների, մարզպետերի, փոխմարզպետերի, վարչության պետերի, ես չգիտեմ, հիմա այդ մարդիկ միգուցե հայտարարագիր չեն լրացնում, բայց ես բոլորի հետևից պետքա գնալ, եթե ըստ էության պետքա, ես այդ փաթեթները ամբողջությամբ կկազմեմ եւ ձեզ կուղարկեմ։ Օրինակ,
ընդդիմությունը մեզ կոռուպցիայի մեջ է մեղադրում, եթե չեմ սխալվում 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը, այդպես էր երևի կոչվում, մեր մոտ նախկինում մարզպետ էր աշխատում, օրինակ ես հիշում եմ, որ այս մասով էլ փաթեթներ ուղարկել եմ, իհարկե ոչ ձեր մոտ, հիմա հələ այս բան արձագանք չկա, սեփականաշնորհվել էր նախկին նավթո բազա կոչված պայեստը, այդ վարելիքի պայեստը, որը պաշտպանության նախարարության էր, հետո նորից վերավաճառվել էր պաշտպանության նախարարության, ես որ ասում եմ 2006-7-8 թվերին էր, 6-ից 8, եթե չեմ սխալվում, ահռելի գումարով նորից հետ էր վաճառվել, այսինքն էժանով գնվել էր, թանկով վաճառվել էր, այս մասին էլ խնդրում եմ ուշադրություն կդարձնեք, ես ձեզ կուղարկեմ ամեն դեպքում ինչ կարողանամ գտնել։ Տեսեք, սիրելի գործընկերներ, Միշիկ Մինասյան, երևի եկավ ու Նորատուսի ռադիո փակ բաժնետիրական ընկերությունը, որը 600 հեկտար տարածք էր ներառում, մոտ 40 շենք շինություն, եթե չեմ սխալվում 200 բարձր անտենաներ, այդ ոնց է կոչվում, չգիտեմ, մի խոսքով մի մեծ հիմնարկ, որտեղ աշխատում էր մոտապես 200-250 մարդ, հետո սեփականաշնորհից հետո կրճատեց սարքեց 60 մարդ, հետո մի ամիտ մենք եկանք իշխանության, պետությունը ապօրինի գույքով վերցրեց այս ռադիոմաշտը, հիմա նորից ուզում եմ հանրությանն ու հասարակությանն ասել, որ ռադիոմաշտը վերականգնում է, ռադիոՓԲ-ն վերականգնում է իր դիրքերը եւ աշխատակիցների թվականակը ըստ էության կամաց Ես չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեն էր որպես ապօրինի գույք արել թե չէ, բայց հիմա տեսեք, երկրորդը Գավառի մանկատուն պողակի դիմացի այգում սեփականաշնորհվեր այգու տարածքը եւ այդտեղ ապօրինի կառուցվել էր սրճարան, որի թույլտվությունը նաեւ էլի տվել համայնքի ղեկավարը, որը էլի ապօրինի էր, հետո էլի շնորհակալություն դատախազությանը ապօրինի գույքի բռնագազման այդ վարույթներով հետ բերեցինք պետությանը, հետո ու ես ինչ եմ ուզում խնդրել ձեզանից, որ ինձ որպես падգամավոր առաջին հերթին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին, բայց նաև ընդդիմության падգամավորներին, եղբայր, քույր, հայր, մայր, մորքուր, հորքուր, քեռի, ով կա, մի հատ Եթե հասկանում եմ ռեսուրսի խնդիր կա, բայց խնդրում եմ կենտրոնացեք մի հատ հասկանանք ով ինչ ունի, ով ինչ է ունեցել, ով ինչ է ձեռք բերել մինչև 2018 թվականը, ով ինչ է ձեռք բերելու 2018 թվականից հետո։ Այսքանի մասին այսքան է, ես ինչ կար փաթեթներով Պարոն Նահապետյան ձեզ կուղարկեմ, բայց այն ինչ որ ուղարկել եմ, խնդրում եմ գոնե այս մի մասով տեղից շարժվի, հետագա ընթացքում ձեզ կուղարկեմ ու մեկ էլ կուզենամ, որ ընդդիմությունը մեզ մեղադրում այդ կաշառքի բանի մեջ, խնդրում եմ, որ եթե Գեղարքունիքի մարզ գաք, հանկարծ օրինակ Գավառի կամ Վարդենիսի կամ Մարտունու կողմ գաք, Ձախաթևերին կտեսնեք մի հատ, չգիտեմ, քանի հարկանի բան, հյուրանոցային համալիր, որ օրինակ Ես չեմ կարող մտածել, որ կարող եմ այնքան աշխատավարձ տանել, որ այդ համալիրը սարքեմ, բայց գիտեմ, որ այդ համալիրը ըստ էության մեծ աշխատավարձով չեն սարքել, խնդրում եմ դրա վրա էլ ուշադրություն դարձրեք, շնորհակալություն։